Buonasera. 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում իտալացի էմիգրանտների ընտանիքում ծնված Խորխե Մարիո Բերգոլոն 2013 թվականի մարտի 13-ին զբաղեցրեց համայն կաթոլիկների պոնտիֆիկոսի դերը։ Ֆրանցիսկոսը դարձավ առաջին ճիզվիտ եւ պատմության մեջ առաջին նոր աշխարհակարգի պապը։ 76 տարեկանում նրա ընտրությունն անսպասելի էր, իսկ նրա ծագումն ու արգենտինացի ճիզվիտի կարգավիճակը նրան դարձնում էին ոչ տիպիկ եւ հեռու Վատիկանի ավանդական կառավարումից կերպար։ Ավելի քան մեկ տասնամյակ իր հովապետությունից հետո Ֆրանցիսկոսին եւ խորապես հարգում էին եւ սուր քննադատության ենթարկում։ 88 տարեկանում մահկանացուն կնքած քահանապետը անշուշտ շարունակում է մնալ համաշխարհային կաթոլիկության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Բարեփոխումների նրա ձգտումը միաժամանակ հիացմունք եւ կատաղի դիմադրություն էր առաջացնում։ Ֆրանցիսկոսի սոցիալական եւ տնտեսական հայացքները շարունակում են տարաձայնություններ առաջացնել եւ նրա ղեկավարման ոճը Վատիկանը վերափոխել է այնպես, որ փոփոխությունները երկարաժամկետ հետևանքներ կունենան։ Որպես Ֆրանցիսկոս Պապի այսպես կոչված լիբերալ քաղաքականության վառապացույց չենք կարող անտեսել Վատիկանի եւ Ալիևների կլանի էապես ակտիվացած հարաբերությունները, ինչին ամենայն հավանականությամբ նպաստել էին նաեւ Ադրբեջանի ակտիվ քայլերն այս ուղղությամբ, երբ Իլհամ եւ Մեհրիբան Ալիևների առջեւ բացվեցին Սուրբ Աթոռի դարպասները։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականի հունիսի 24-ին այց առաջին քրիստոնեական երկիր խորագրով երրորդյա այցով Հայաստանում էր, որտեղ անդրադառնալով հայերի զանգվածային սպանություններին քահանայապետը նախ օգտագործել էր հայերեն մեծ եղեռն տերմինը, հետո ավելացրել ցեղասպանություն տերմինը։ Սակայն դա չխանգարեց պոնտիֆիկոսին, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին այցելի Բաքու մասնակցելու միջկրոնական միջոցառմանը Հեյդար Ալիևի մզկիթում, որտեղ նա ջառ ասեց Ադրբեջանում կրոնական ազատության եւ համերաշխության մթնոլորտի մասին։ Իսկ դրանից ընդամենը կես տարի առաջ ապրիլյան պատերազմին Ադրբեջանը Արցախում սպանում էր հայ քրիստոնյաներին միայն իրենց հայ լինելու պատճառով։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ փետրվարի 22-ին Ալիևը Մեհրիբանի հետ ոչ միայն հանդիպել են Հռոմի Պապի հետ, այլև կարծես օծվել իրենց հետագա հանցագործությունների համար։ Մեհրիբանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվեց Պիոս Պապի ասպետական ուխտի մեծ խաչի շքանշանով, քանի որ նրա ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամը 2009 թվականից ֆինանսավորում է Վատիկանում տարբեր միջոցառումներ, վերականգնման ծրագրեր, ցուցահանդեսներ, համերգներ։ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի են հռոմեական գետնադամբանները, Վատիկանի թանգարանները, Վատիկանի առաքելական գրադարանը եւ կաթոլիկ եկեղեցիները Ֆրանսիայում ու Ադրբեջանում։ Այս նվիրատվությունները կազմել են 1 միլիոն եվրո։ Իսկ այդ բարձր պարգևը շնորհվում է ընտրյալներին, եկեղեցու եւ հասարակության կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունենում այն պայմաններում, երբ հայ-վատիկանյան հարաբերությունները վերջին տարիների զարգացման որևէ միտում չեն գրանցել։ Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիա այցի ընթացքում Հռոմի Պապը նրան անգամ ընդունելության չէր արժանացրել։ Արդեն այս տարի ապրիլի 10-ին Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում ադրբեջանցի եւ օտարազգի գիտնականները ներկայացնում էին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգության իբրև պաշտպանության եւ բազմամշակութայնության հարցերը։ Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ներկայացնելով որպես հին աղվանական։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իհարկե ահազանգել էր այս առիթով։ Ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները, այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախի բռնի տեղահանված ամբողջայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության յուրացման եւ հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկիցներ թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։ Cari fratelli e sorelle, buona Pasqua. 2019 թվականի 1 թ. 7 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 թ.
Ուշագրավ է նաև, որ Ֆրանցիսկոս Պապի մահից հետո դարձյալ վերհիշել են այսպես կոչված 112 գերագույն քահանայապետերի մարգարեությունը։ Այդ փաստաթուղթը վերագրվում է 12-րդ դարում ապրած Հյուսիսային Իռլանդիայի arczepiskopos Սուրբ Մալաքեին։ Ըստ այդ կանխատեսման Ֆրանցիսկոսը պետք է դառնա վերջին պապը աշխարհի վերջից առաջ։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։